Ողջույն բոլորին, հարգելի ընկերներ, ինչպես եւ խոստացել էի Telegram-յան ալիքումս, որ պիտի խոսեմ մի նոր extension-ի մասին, որը աշխատում է միայն Google Chrome-ում։ Ուրեմն տեսեք, բացում ենք chromewebstore.google.com վեբկայքը եւ փորձում ենք գտնել սա Brisk։ Գտնելուց հետո փորձում ենք install անել անպայման, ես արդեն արել եմ, չեմ ջնջելու, ժողովուրդ, այստեղ դժվար բան չկա, երբ որ դուք բացեք Brisk-ը, այս դրա փոխարեն լինելու է, չգիտեմ, download, or չգիտեմ, install, արդեն չեմ հիշում։ Մի խոսքով, անելուց հետո փակում ենք SH-ը։ S extension-ը ունի շատ ֆունկցիաներ։ Կոնկրետ ես հասցրել եմ օգտագործել տարբեր վիդեոների համար, հա, որոնց հիման վրա տնային եմ կազմում, տարբեր podcast-ների հիման վրա եմ կազմում ինչ-որ quiz-էր, հա, եւ հանձնարարում եմ երեխեքին, օրինակ եմ վերցրել այս 1 ժամ 30 րոպեանոց podcast-ը եւ տեսնենք ինչ է ստացվում։ Բացում եմ այս կոճակը, տեսեք ինչ իրար է գալիս։ Սեղմում եմ create, չնայած նրան, որ այստեղ տարբեր բաներ կան, ժողովուրդ, տեսեք give feedback։ Ասենք, չգիտեմ, essay-ա գրում աշակերտը, եթե չես ուզում ինքդ ստուգես, չնայած SN ինձ թվում է AI-ով ստուգել այդքան էլ տենց վստահելի չի, ամեն դեպքում feedback-ա տալիս, boost student activity, դիլերի ուրիշ տարբեր բաները, բայց չխոսենք դրանց մասին, խոսենք այս կոճակի մասին, create։ Տեսեք ինչքան բան կա այստեղ, translation, lesson plan, progress report, rubric, syllabus, exemplar, բազում կոճակներ, հա, բայց մեզ հետաքրքիր է quiz-ի կոճակը։ Ես սեղմում այս կոճակի վրա եւ տեսեք, ընտրում եմ դասարանը, հա, պատկերացնենք, որ մեր աշակերտը 11-րդ դասարանում է, հա, դուք կարող եք փոփոխեք սա։ Prompt-ը արդեն տված է create a quiz about this YouTube video, right? Multiple choice, short response, long response, it's all up to you guys, and you can just choose the amount of the questions that you're gonna ask. It can be 17, 18, 19, 20. I'm gonna choose 20. Խոսում եմ անգլերեն, ինձ թվում է դասի եմ ժողովուրդ կներեք։ Սեղմում եմ next։ Ունենք այստեղ new doc, new form։ Ես doc-ով չեմ փորձել, որ ճիշտն ասեմ, ֆորմը ավելի հետաքրքիր է, как бы ինքը Google ֆորմաները ինչ որ իրենցից cute բան չեն ներկայացնում, որ կարան գրավեն աշակերտի ուշադրությունը կամ չնայած թե age-ը սիրուն սարքեք, էլի ինքը okay է, բան չունեմ ասելու, բայց դա չի նպատակը։ Նպատակը այն է, որ դուք այս մի ժամ 30 րոպեանոց podcast-ից կարողանում եք սարքեք վարժություններ ու ստուգեք ձեր աշակերտը որքանով է հասկացել դա։ Սեղմում ենք brisket։ Ու սպասում ենք։ Սպասում ենք, մինչև ինքը մտածի, բայց երկար չեք սպասում, տարբեր ժամանակներ եմ, մի խոսքով։ Այստեղ բացել է արդեն ու սպասում ենք, մինչև ինքը իր գործը անի, ունենք այստեղ stop կոճակը, բայց մենք ոչ ոք չենք անում, մենք սպասում ենք, տեսեք, ինքը սկսում է գեներացնել բոլոր հարցերը։ Ու պրիտոմ ոչ թե միայն գեներացնել, ինքը ընտրում է արդեն ճիշտ պատասխանը, կարիք չկա, որ դուք ինչ-որ բան այստեղ փոփոխեք, հա, ինքը արդեն չոտքի սաղ ընտրել է։ Եվ այսպես նայում եք, ինքը հələ գեներացնելու մեջ է։ Վերջ, գեներացրեց եւ վերջացրեց։ Հիմա տեսեք, գրում ենք վերնագիրը այստեղ, թե ու как бы արդեն ինքը որոշել է։ Ձեզնից հասնում է փոխել age-ի կառուցվածքը, չգիտեմ, գույները, հա, как бы դնենք կարմիրի վրա, չգիտեմ, այստեղ էլ ինչ է տալիս background, փոխում ենք, չենք փոխում, նկար ենք ինչ որ ավելացնում։ Այդ արդեն դուք եք որոշում, թե որ մակարդակի աշակերտի հետ եք աշխատում, ավելի ճիշտ որ տարիքի աշակերտ եք աշխատում։ Տեսեք, անելուց հետո բարձրապես դարձեք copy responder link ու այս link-ը ուղարկում եք ձեր աշակերտին, ինքը բացում է, ամեն ինչ անում է ու պատասխանները տեսնելու եք դուք այստեղ responses։ Այդքան բան։ Տեսեք։ Ու որ նայում ես ինքը իրոք շատ սիրուն լավ հարցեր է կազմում, էլի հենց այնպես չի վերցնում ու как бы okay։ Չէ, տեսեք ինչ երկար ու objem-ի հարց է ինքը իրենց ներկայացնում։ Մեզնից հասնում է նայել եւ անել այս ամենը։ Как бы եթե չնայեն, չեն կարող անեն, դրա համար չեն կարող խափեն ձեզ։ Այսքան բան։ Սրա մասին եմ խոսել։ Մյուս վիդեոյում կխոսեմ
այլ ֆունկցիաների մասին եւ նորից ցույց կտամ, թե ոնց պիտի դա ամեն ինչ անեք, այնպես որ այսքանը. Thanks for watching.